Օրինակ հենց այս ֆունկցիան, որ գրել եք, ինքն հենցա, որ ածանցյալը գտնելը հնարավոր է։ Ուզում եի հասկանալ նման դեպքում, եթե ածանցյալը գտնելը հնարավոր է, ավելի լավ չի gradient descent-ով, քան մնացած ուրիշ ալգորիթմներով, թե թե ինչ որ մոտեցում ուրիշ ձև էլ կա։ Չէ, բավականին ավելի լավ է։ Ու սրա վրա օրինակ այդ բան, սրա վրա հենց հեսա կփորձենք gradient descent-ը ու բանը, այդ BFGS-ը, որ gradient descent պլյուս երկրորդ կարգի gradient հեշյանի մոտարկում, ու հա, միանշանակ, երբ որ անալիտիկ տեսք ունենք gradient-ի համար, այդ ոնց որ շատ ու շատ բարձրաչափ տարածության մեջ չենք, միանշանակ շատ հաճելի է բան անել։ Երկրորդ կարգ, առաջի կարգի էլ, երկրորդ կարգի էլ մեթոդներ օգտագործել։ Մենք եթե անցած դասին այդ Nelder-Mead բանմանի վրա, եթե ինչ-որ բաներ հենց անալիտիկ տեսք ունեցող օգտագործում ենք, այդ շատ դեմոնստրացիայի նպատակները վեր էլի։ Հիմնականում ոնց որ այտենց առանց գրադիենտի մեթոդներին դիմում ենք այն ժամանակ, երբ որ ուղղակի չունենք գրադիենտ, էլի։ Եթե ունենք, ափսոս է չօգտագործել, սկզբունքով ենք շարժվում, էլի։ Հա, այստեղ դա հենց էս Levy ֆունկցիան ենք նայելու, սենց սինուսներ, պարաբոլներ, հենց կոմբինացիա արած իրանց, այս էլ միանգամից իրանց գրադիենտները իմիջելոց, բանով գրած, անալիտիկ գրած։ Հենց կոնկրետ բանաձևը մասնակի ածանցյալները թե ինչ են, անկապ ձանձրալի հաշվարկ է ստեղ։ Մեզ կարևորը կոնտուր պլոտնա, որ ինքը պարաբոլոիդ է, ուղղակի սենց ամեն անգամ սենց պարբերականորեն ներքև վերև իջացրած, սենց ասած։ Ինքը նման է բավականին ակլիի ֆունկցիային, ուղղակի ակլին մի քիչ շատ ավելի կտրուկ է ժմ-ժմ-ժմփեր լինում ու բոլոր ուղղություններով։ Այս մեկը մենակ այս մի առանցքով բավականին սենց ստաբիլոտ է։ Այս մեկով է շատ ավելի շատ տատանվում։ Այս էլ իր կոնտուր պլոտը, օպտիմում պետք է լինի 1-1-ը, որտեղ ստեղ կակրաս որ բանը նայենք, բանձով նայենք, այս x1, x2 մինուս 1 բան ֆունկցիաներն է, մեկով աչ վերև է քաշած, այս սինուսներն է, քանի որ պին մեջը ներառված է լինում, էլի 0-0 կետում բան են ընդունում, սինուս 0-0, հա, օքեյ, ու հիմա մեր պրոցեսը ինչ է լինելու, նախորդ դասին նայեցինք մուլտիստարտի գաղափարը, որ ուղղակի տարբեր պատահական կետերից գնում ենք, հիմա կաշխատացնենք բանին, կաշխատացնենք մեր BFJS-ին, որը որ ամենալավ ունեցած ալգորիթմներից է, BFJS-ը օգտագործում էր գրադիենտը, բայց նաև հեշյանը չէր օգտագործում, բայց հեշյանի մոտարկում որպես վերցնում էր մի հատ անկյունագծային մատրից ու իտերատիվ իրան գումարելով գնում էր շարք էր կազմում ավելի լավ մոտարկող մատրիցների, գումարելով մատրից, որը որ երկու հատ վեկտորների դրսի արտադրյալից, այդ outer product-ից է բաղկացած, ես տնամ արագ կգտնեմ բանաձևը, կամ լավ, ու v վեկտորների ու տրանսպոզ ու v տրանսպոզ v գումարներ հաշվում, այսինքն ինքը համարվում էր սիմետրիկ երկրորդ կարգի ռանգ ունեցող, երկու ռանգ ունեցող մեթոդ, ինչը բավականին լավ հեշյանը կմոտարկի, եկեք գանք ստեղ տեսնենք, թե ես կի երրորդ տալիս, պետք է ուրիշ գրադ բան ընտրեմ, ուրա մետրիկ ակադեմի MA հեսա, MA, հա, ողջույններ, Զիտ իմացա իշքան ձեզ պետք է նյութ անեմ, երևի պատահական ական նյութ եղել, ստեղ էլ տարածքալ արեցինք, մի հատ կաշխատացնենք իրան ու տարբեր կետերից սկսելով, այդ մեջներից հետարքիր կտորը կլինի, այսօրվա նորությունը, սենց ասած, հետո կգնանք, կփորձենք համատության համար սովորական gradient descent-ը իր վրա աշխատացնենք ու կտեսնենք ժամանակի տեսանկյունից, իտերացիաների քանակի տեսանկյունից, ոնց են իրանց պահում։ Ու մենք էլ որպես վերջի կետ, մի քիչ էլ նախորդ դասը կրկնելու համար այդ առած ածանցյալ մեթոդները կխաղանք simulated annealing ալգորիթմի հետ, որը որ իաբախտի կետ էր վերցնում, հետո իր շրջակայքում մի հատ ուրիշ կետ էր վերցնում,
Եթե ավելի լավ արժեք էր լինում այդ կետում, տեղափոխվում էր այդտեղ, եթե չէ, ինչ որ հավանականությամբ, որը կառավարվելու է մեր ունեցած պարամետրով, կամ ընդունում էր, կամ մերժում էր իրեն։ Ու այդպիսի պլան սրվա։ Իմ պատկերացնելով մի այս բայից սկսած մի կես ժամ երևի, ավելի երկար դժվար թե տևի, բայց հա։ Ու այս BFGS-ը արդեն կօգտվենք պատրաստի հրամայականից, ֆունկցիայից, 0-ից չենք գրելու, բայց պետքա այս ֆունկցիան ընդունի հենց բուն ֆունկցիան, իր գրադիենտը, ինչ որ միջակայքեր, թե որ կտորից որ կտորի վրա ենք ուզում նայենք, ու թե քանի անգամ ենք աշխատացնելու։ Ու դա անպայման միշտ պատահականություն որ կա, պետքա seed-ը ֆիքսենք։ Seed-ը ֆիքսենք, այստեղ արդյունքների ու հետագծերի համար մի հատ բաներ սարքենք, փոփոխականներ սարքենք, դատարկ ցուցակներ, ու ժամանակը ֆիքսենք։ Եվ մեր process-ը ոնց պետքա լինի, ամեն մի իտարացիայի համար վերցնելու ենք մի հատ պատահական սկզբնակետ, random, uniform, այս մեր միջակայքից ընտրում ենք, ինչ որ երկչափ վեկտոր, որտեղ երկչափ ֆունկցիայի հետ գործում ենք։ Այստեղ ֆիքսենք ֆունկցիայի արժեքը ու սկզբնական արժեքը կոորդինատի ունեցած, ու օգտվելու ենք scipy minimize ֆունկցիայից։ Minimize-ին մենք պետքա տանք մեր ֆունկցիան բուն, որ պետքա բան լինի, օպտիմիզացվի։ Կարանք նշենք մեթոդը, մեթոդի համար sense տարբեր տարբերակներ ունենք, Nelder mid, coordinate descent-ի, հաճայ CG-ը գրած ներողություն, BFGS, Newton, ու խառը։ Բաները գիտենք, որ չգիտենք ընդհանրապես։ Ու եթե ոչ մեկ տված չի, ընտրվում է այս BFGS ընտանիքից ինչ որ մի բան։ Եթե նույնիսկ գրադիենտ չկա, իմիջիալոց հիշենք, որ կարելի է բան անել։ Անալիտիկորեն էլ հաշվել, եթե ֆշտկի գոնե մի քիչ անընդհատություն ունի ֆունկցիան։ Հա, բայց հա, այս symmetric fragment-ն է մեր։ Լավ, շատ չխորանանք լրիվ դոկումենտացիայի մեջ, բայց կտանք ֆունկցիան, կասենք BFGS ենք ուզում, կտանք մեր գրադիենտը, կխնդրենք իրան, որ ամեն մի աշխատացնելուց ավելացնի այս x-ի կետը ու ֆունկցիայում արժեքը, որ այս օպտիմիզացիա ալգորիթմի աշխատելու ընթացքում նաև արժեքները ֆիքսվի իրը։ Ու ֆիքսենք, որ մաքսիմում 1000 իտերացիա անի, բայց բոլոր արժեքները հետո պահենք։ Ինքը մեզ մի հատ ռեզուլտատ փոփոխականի մեջ պահող օբյեկտ կտա, որից կրենք վերցնենք x-ը, ֆունկցիայի արժեքը, number of iterations-ը, հաջողել է թե չէ, զուգամիտել է թե չէ, այսինքն։ Ու տենց։ Դրանից հետո մեզ կմնա ուղղակի այս բոլոր ֆունկցիաների արժեքներից ընտրել ամենափոքրը որտեղ է, argmin ենք անում, որ ինդեքսը ստանանք իրա։ Ու լավագույն արդյունքը կլինի results ու այդ լավագույնի index։ Ու այդքան բան։ Կմնա ուղղակի վերջում սրան աշխատացնենք։ Կոդի առումով նորմալ է ժողովուրդ։ Պատահական կետ ընտրել, արժեքները պահել, որ հետո հետարքիր բաներ կարողանանք իրենց շուրջ նայենք, կանչել minimize ֆունկցիան ու ռեզուլտատները պահել բանի մեջ։ Այդ ցուցակի մեջ պահել այս dictionary-ին մեր։ Հետո ընտրել մեջներից լավագույնը, երբ որ 20 անգամ էլ կաշխատացվի։ Լավագույն լուծումը, որ գտել է այդ в принципе 1-1-ն է, մոտավորությունը մի կողմ դրած, մոտավոր հենց 0 է ֆունկցիայի արժեքը։ Տևել է 0.074 վայրկյան ու այստեղ մի հատ հետաքրքիր բան, նայենք ըստ բանի ֆունկցիայի արժեքը ավելի փոքր է, քան ինչ որ մեր ուզած թիվ թե չէ, 0.0.1։ Տեսնում ենք, որ 20 դեպքից մենակ մեկում է, որ 0.0.1-ից փոքր արժեքի է հասել, մնացած 19 դեպքերում չի զուգամիտել։ Ու կարանք ուղղակի բռնենք նայենք այս ֆունկցիայի արժեքների համար գծենք հիստոգրամ, ու նաև նայենք միջին բանման այդտենց արժեքներ։ Ստեղ կտեսնենք, որ 6 դեպքում ֆունկցիայի արժեքը եղել է բան, ներողություն, -2 մինչև 2.4 է եղել ֆունկցիայի արժեքը 6 դեպքում, 4 դեպքում 2.5-ից 7.5,
հետո 7.5-ից 15.5 մի դեպքում դեպք է եղել, ընդհանրապես 40 քանիս է եղել։ Այսինքն տեսնում ենք, որ իրոք կախված սկզբնակետից լիքը դեպքերում վատ արժեքների մեջ ենք մնացել, չնայած որ երկրորդ կարգի մեթոդ ենք օգտագործել, ու ընդհանուր առմամբ միջինում 11-ի 11.8 ա եղել մեր ֆունկցիայի արժեքը, ամենաշատն էլ ընդհանրապես 37.5։ Մեր բախտաբեր է, որ մի անգամ պատական սկսելու կետը նենց է եղել, որ ոնց որ բախտավոր միջակայքում ենք ընկել, որ իր այդ attraction point-ը, այդ ձգելու կետը ընկել ենք, ասենք, այս կտորի մեջ, որ այդ ձգողության կենտրոնը եկել է իրան բերել է իսկական գլոբալ մինիմումին։ Ստեղ ընկնենք, ստե մի տեղ էլ ինչ որ կետ լինելու։ Այս էլ մեր մուլտիստարտի կարևորությունը։ Շատ ուժեղ ալգորիթմ ենք օգտագործում, բայց մեկը բախտի կոմպոնենտ կա, դրա համար պետքա տարբեր կետերից սկսենք։ Ստեղ նույնիսկ մի հատ կարող ենք բան անենք, տրայեկտորիաները գծենք։ Ստեղ scatter plot-երով կամ լավ plot-լի կոդը իրականում այդքան շատ էական չի։ Ստեղ գծված է բոլոր իտերացիաներում ֆունկցիայի արժեքների փոփոխությունները կախված իտերացիայի թվից։ Իմիջիայլոց նկատենք, որ իտերացիայի թիվը շատ փոքր թվեր է այստեղ այս դեպքում էլի մեր մոտ լինում։ Այդ Հեշյանի մոտարկում, որ օգտագործում է, շատ ավելի ստաբիլ առաջ է շարժվում։ Մեկ էլ այստեղ նկատենք, որ լոգարիթմական է այս միջակայքը, այսինքն ասենց մի հատ ցանցի կտորով առաջ գնալը 100 անգամ արժեքը մեծացնում է, այսինքն ըստ էության սրանից ներքև արդեն կարելի ասել զրոյական թվեր են, էլի։ Տեսնում ենք, որ արժեքներ կա մնացել են ստերանք, այս մեկը ստեից սկսել է բախտը բերել լավ իջել է, մնացածն էլ տարբեր կետերում արդեն ստոպ են տվել, ասենք այս մեկը 6 իտերացիա հետո ստոպ է տվել 0.1 արժեքում, այս մեկը 8 իտերացիա հետո 1.4 արժեքում է ստոպ տվել։ Այդ ինչի հաշվին էր ինքը ստոպ տվել։ Հա, ուղղակի որտեվ բան, վստահ չեմ հենց բանի մեջ, սայփայի մեջ stopping կրիտերիան ինչն է, բայց օրինակ գրադիենտի նորմը շատ փոքր է, կամ ֆունկցիայի արժեքը շատ քիչ է լավանում։ Ինչ որ այդ Փոփոխվում մեր է։ իմացած կրիտերիաներից մեկով, էլի։ Հա, ինչ որ քիչ է փոփոխվում, ինքը դրա հաշվին բան է արել, կանգնեցրել է։ Արդեն ոնց որ զգացել է, որ всё, արդեն կոպիտ ասած լրվել է ֆունկցիան։ Մինչ հետո ժողովուրդ, մեկ էլ համատության համար ուղղակի կաշխատացնենք gradient descent-ը, ուղղակի մեր ավանդական կոդը առանց ինչ որ թիթիզ բաների gradient descent, էլի։ Մոմենտում չունենք, ոչ էլ Adam կամ RMS prop ենք օգտագործում, իրան կրկին ուղղակի մի քանի անգամ run կանենք։ Ու այս մեր gradient descent-ն էլ դե երբեք չի զուգամիտել, իր լավագույն գտած կետը 1-2-ն է եղել։ Գուցե բախտի կտոր լինի իհարկե, որ լավ տեղ չի ընկել։ Մեծ ամեն դեպքում, այս էլ իր հիստոգրամը եթե նայենք, ահա շատ վատ արժեքներ հաճախ չի ունեցել, բայց նաև շատ լավերը չի ունեցել։ Ամենանվազագույն արժեքը գտած 0.9 ա եղել իր ֆունկցիայի ու միջինում 8 ա եղել։ Այսինքն մի քիչ ավելի կոնսերվատիվ ա եղել gradient descent-ը, բայց կոնսերվատիվ ու վատ։ Ցավոք սրտի։ Ահա։ Այս SciPy optimize-ն էլ ըստ gradient-ի նորմի է անում փաստորեն։ Եթե 10-5-ից փոքր է նորմը, ապա ստոպ է տալիս։ Okay։ Մեկ էլ նույնը ստեղ եթե ֆունկցիայի արժեքները նայենք, արդեն հետարքիր բան, որ նկատում ենք, իտերացիաների քանակը շատ-շատ ավելի շատ է գնում այս մեկի մոտ, ու նաև բավականին sense տատանվող բնույթ ունի։ Այստեղ միանգամից տարբեր գրաֆիկներ է էլի գծած, տարբեր ռանների ժամանակ։ Օրինակ նայում ենք ստեղ, որ լրիվ իրան լրվել է այս բանի մեջ, ոնց որ ծերից ծեր է իրան ուղղակի պատից պատ է շպրտել հերթով, ու տարբեր գրաֆիկներն են նույն բանն են ուղղակի մի քիչ տարբեր ամպլիտուդներով, էլի, այսինքն կարանք ենթադրենք ուղղակի այդ պարաբոլոիդների, ասենց որ ինչ որ մի հատ սինուսոտ կտորով բան է առաջացած լինում, ամեն մեկը իրանի մեջ ընկել է ու երբեք չի կարացել դուրս գա։ Այսինքն ստաբիլ ֆունկցիաներ ունենք ու իրանք ստոպ են տվել, երբ որ 1000 իտերացիան անցել է, ուրիշ բանի չի հասել։ Մեկ էլ եթե նայենք հետագծերը սրանց, այս մեր BFGS-ի դեպքում էր մի քանի կետով արած։ Նայում ենք տարբեր ստեղից օրինակ երբ որ սկսել է, եկել է թռել ստեղ, հետո արդեն ստեղ է ստոպ տվել։
Այս մեկը սենց խմբ ստեղ եկել հասել է, բայց էլի տենց շատ հաջող չի։ Ո, այս մեկը սկզբում ասենց մի քիչ լավ մեծ թռիչք արել, բայց մի առանցքով, այս մյուս առանցքով հավելա չի փոխվել։ Հետո եկել է այս մի բանի մեջը հավերժ մնացել, բայց մեջներից լավերի բախտը բերել է, լավ մոտեցել են ստեղ։ Ստեղ երևի իրականում մի քիչ ոչ թարմացված է ցույց տալիս, որ հենց 1-1-ին հասնողը չկա։ Իսկ այդ Ադամով փորձել եք, ինքը գալիս հասնում էր, թե չէ։ Ադամ չեմ փորձել, կենթադրեմ, որ կրկին շատ չի կարողանա փրկվի, պետքա բախտը բերի։ Եկեք նայենք։ Add Adam alongside regular GD։ Թող ավելացնի, ընթացքում բան կանենք։ And run the cells։ Հետարքիր հարցային միջալոց, մի քիչ սոտիկի բանը։ Լավագույն երկրորդ կարգի մեթոդներից մեկը համեմատում եմ վատագույն առաջի կարգի մեթոդի հետ, ինչը անարդար է։ Եկեք մի հատ հիշացնեմ simulated annealing-ը որն էր, իր կոդն էլ նայենք, մի հատ իր ամեն ինչ նայենք, հետո մի հատ վերջում նաև Ադամը, որ ավելացած լինի, իրան էլ նայենք։ Դա ես մեր simulated annealing-ի համար process-ը լինելու են, որ ինչքան եմ խզբզել, process-ը լինելու են, որ պատահական կետ ենք ընտրելու, այդ կետի ինչ որ շրջակայք ենք ընտրելու, այդ շրջակայքից պատահական մի հատ թազա կետ կվերցնենք ու կմտածենք։ Ավելի լավ արժեք ունեցանք, կընդունենք դա որպես թազա կետ։ Ավելի վատ արժեք ունեցանք, ինչ որ հավանականությամբ կընդունենք։ Այսինքն կգնանք կնայենք այդ դելտա f-ը որ կա, ինքը կհամեմատենք իրան մի հատ ինչ որ բաշխումից եկած y-ի մինուս դելտա f բաժանած ինչ որ մի հատ պարամետր, ջերմաստիճանի պարամետր, որ կասի թե ինչքան կոնսերվատիվ ենք ուզում գտնվել, կխաղա մեր exploration versus exploitation գաղափարի հետ։ Ու մեկ էլ ժամանակի հետ այս t-ի պարամետրը փոփոխելու հետ կաշխատենք, որ իսկականից ունենանք այդ գաղափարը, որ սկզբում explore ենք անում, հետո exploit ենք անում։ Գնացինք։ Սկսեց ավելացնել Ադամի կոդը։ Այդ ջեր ինձ գրեցիր այնտեղ, որ ինքը ստեղծեց ու հələ հետն էլ ավելացնում, այն ինչ որ հատուկ ձև կա գրելու։ Իրականում տենց արդեն նրան են հասել, որ տենց համարյա հնդիկավարի անգլերենով խոսալով էլ ամեն ինչ հասկանում են, տենց do this, add this please ու всё, հերիքա։ Այստեղ պրոստը էս էր տեքստս, բայց նաև ինքը կոնտեքստից է խաբար, որովհետև նյութը հիմնականում էլի Sonana սարքել։ Ու իրան նաև էս իմ կերնելին էի միացրած տվել միանգամից, դրա համար հանգիստ կարամ ասեմ, որ ինքը բան նաև կոդերը աշխատացնի մեջին։ Ահա որ հարմար է էլի իրոք էս LLM-ները կոդ գրելու process-ը հայտարարակ են հեշտացրել ու հարմարացրել։ Ես դա եթե նույնիսկ գրեի պրոստը add Adam, ինձ նույն այդ լրիվ բավարար կլիներ էլի։ Այստեղ մի քիչ շատ civil գրեցի նույնիսկ նախադասությունը։ Օրինակ ինձ հետաքրքիր էր, երբ որ դու սկսել ես գրելը, ի սկզբանե ոնց ես սկսում գրել, որ ինքը կարողանում է այդ կոդը գրել, հասկանալ ու գրել։ Այդ հնդիկավարի վիճակով, թե օրինակ հիմա ասում ես կոնտեքստից հասկանում է ու դրանից գրում է։ Իսկ եթե սկիզբը սկսում ես գրել, ինչից ես սկսում գրելը։ Կարանք հենց այս Պրոստը։ օրինակի համար նայենք իրականում հենց, բայց էլի մի քիչ բան ասեմ։ Չէ, ուզում եմ իմանալ, երբ որ սկսում ես, օրինակ ես կոդերը գրում եմ, շատ տեղերում սխալ է լինում, ուզում եմ ոնց որ իր օգնությամբ ճիշտ գրեմ, որտեվ կարող այնտեղ կետի սխալը լինի, չգիտեմ ինչի սխալը լինի, տենց արագ է լինում, էլի, ոնց հասկանում եմ, սենց որ գրում ես, արագ լինում է, չնստես այդ կետը, ստորակետը կամ բանը գտնես, կամ առհասարակ այն լիքը ֆակտորներ կա, որ պետք է նստես իմանաս այդ գծելու բաները, այդքան չսովորել, չկարդալ փոխարեն, սենց գրես ինքը բերի, էլի, մեկը բալուբոմու 2 օր հետո նորից չես հիշում այդքան, էլի։ Թեկուզ այդ նկարել, Հա, այդ հիստոգրամ բան գրել, այդ հրամանները մեկը ինչ կամ պիտի ամեն օր ամեն պահի գրես, որ հիշես այդ հերթականությունը այդ հրամանների, կամ պիտի copy paste անես Google-ից, սենց ոնց որ հեշտ է, էլի, դրա համար եմ հարցնում։ դե հա, մի քիչ նաև ընկա որ բան, ասենք պրոստը հիստոգրամ բամանը ես խորտ կտայի այնքան Google-ից copy paste անել, որ արդեն անգիրի մակարդակի լինի,
Բայց օրինակ ինչ որ տենց կոնտուր պլոտ բանմանները ես անգիր չեմ հիշում, բայց ընդհանուր առմամբ ոնց որ եթե որպես խորհուրդ ոնց է LLM-ներով կոդ գրել, կարելի է մի հատ ընդհանուր ֆայլ սարքել, այդ նաև ժամանակին նայել ենք միասին ինչ-որ, sense որտեղ որ ընդգծում ենք թե կոնկրետ մեզ ինչա հետարքիր, օրինակ ասել խնդրում եմ կոդ գրելուց sense գրի, նենց գրի, ավելացրու թեստեր, դուդի սուդի, տես մի հատ ֆայլ լինի, որտեղ որ մի անգամ կբացատրենք թե ինչ ենք ուզում հենց միշտ անի։ Հա, բայց հենց կոնկրետ ոնց որ այդ կոդի մեջ փոքր սխալ կա դա ուղի բանման, այդ երևի եթե ուղղակի իրան ասենք and run the code, որ ինքը կոմպիլացնի էլի նաև, այդ դեպքում արդեն լրիվ հանգիստ պետք է հասկանա էլի։ Ես հիմնականում Sona-ով եմ անում, բայց նույնը GPT-ն էլ, ինձ թվում է բոլորն էլ հեշտ պետքա բան անեն, էլի։ Պրոստը բան fix bugs-ը կարա հերիք լինի, էլի ինձ թվում է։ Տենց ռոլիկ կար, չէ՞ գցած ձեր YouTube-ի այդ կայքում, տենց Հա, բան ունեք, վիդեո ունեք, չէ՞ սարքած։ Լավ, ընդեղից կնայեմ ես։ մի Merci շատ։ դաս արել էինք, հեսա ասեմ որտեղ էր։ Ես հիշում եմ տենց Ամենապատվի ինչ-որ մեջ բան, հա, կգտնի։ բայց Հեսա 17 vibe coding։ հա։ Սա մեր բադիկը ջերմուկում։ Ըհը։ Դե լավ, ես սրանով կնայեմ, merci շատ։ Հա, խնդրեմ։ Այս մի դեպքում էլ շատը պրոստը բան էի արել։ Տենց ինստրուկցիա է տվել թե ինչ անի։ Multi-start BFGS, simulating annealing levy ֆունկցիայի վրա, BFGS-ը գրադարանից օգտվի, մնացածը ձեռով գրի։ Ու հետո հիստոգրամները խնդրում եմ ավելացրու ու տրայեկտորիաները գծի, հետո ինչ եմ ասել։ Հա, հետո ասել եմ չէ դիրքը ուղի, ուրիշ տեղ դիր, error կա դզի, run արա դզի։ Ու վсё, ու էս էլ արդեն այսօրվանն է։ Այսքան բան ընդհանրապես ու բավականին լավ նյութ սարքելա։ Միշտ պետքա ստուգել ամեն դեպքում։ Դե լավ, այդքան է միշտ չէ արդեն վստահությունն էլ ահագին շատացել, բայց ամեն դեպքում լավ կլինի հիմնականում ստուգել ինչ է անում։ Հատկապես եթե նես ծրագիր է, որ պետքա հետագայում էլի օգտագործեք, պետքա լրիվ ծերից ծեր հասկանաք այդ ծրագիրը, էլի թե չէ հետո խնդիրների մեջ եք ընկնելու ինքներդ։ Հա, բայց այդտեղ Ադամը լրիվ նույն օրի է։ Ադամն էլ լավագույն կետը իր 0.97-ն է եղել։ Դե իհարկե Ադամի ինչ-որ հիպերպարամետրերն էր կարելի փոփոխել, բայց հա, սա իր բաշխումը ինձ չի տենց ավելի լավ է իրան պահել, քան բանը, gradient descent իրականում։ Ասա, ինչ-որ բան։ Նայեք ինչ լավ առանձին գծերը երևում է։ Մի բան որ հետաքրքիր է, որ մի քիչ սոտիկի այդ իր մոմենտումի ու նախորդ քայլերի գրադիենտները հաշվելու շնորհիվ տենց լրիվ տափակավարի այսենց իրան չի պահել, թռել իրան գցել մի կողմից մի կողմ։ Հավանաբար ոնց որ այն կտորը, որի մեջ որ ինքը պետքա արդեն հավերժ մնար, այդ դրա մեջ գոնե լավագույն արժեքի մոտ է մնացել էլի, ոչ թե ծերերի վրա թռվռացել է։ Simulating annealing-ի համար էլ մեզ պետքա լինելու ֆունկցիայի արժեք, սկզբնակետ, էլի իմանալ ինչ միջակայքից միջակայք ենք, ու իմանանք այդ ջերմաստիճանի պարամետրը որ կա, որ ասում է թե ինչքան այս պարամետրը ասում է թե ինչքան հավանական կլինի, որ կընդունենք ավելի վատ կետ, իրան ինչ որ մաքսիմումի ու մինիմումի արժեքներ։ Սկզբնական թվով 100 լինի, հետո թող իջնի մինչև 0.01։ Իտերացիաների քանակ, ամեն մի ջերմաստիճանի ժամանակ ինչքան իտերացիա ենք ուզում անել, ու արդեն տենց step size-եր իր ջերմաստիճանի իջացումը արվելու է բանով։ Ուղղակի ամեն քայլի 0.95 անգամ իջացնելու ենք, այսինքն ամեն 100 իտերացիա անելու ենք, հետո իրան 5%-ով փոքրացնենք, էլի 100 իտերացիա 5%-ով փոքրացնել։ Ու տենց։ Հիմա մեր կոդը ինչ է լինելու։ Seed-ը ֆիքսեցինք, սկզբնական արժեքը տվեցինք, սա հələ մի ստարտովն է։ Նայենք ֆունկցիայի արժեքները ստեղ ու գնաց։ Տեմ թոլինի տե initial, այս dictionary-ի մեջ ուղղակի կպահենք արժեքները։ Հիմա մեր ցիկլը սենց է լինելու։ Քանի դեռ տան մեծ է տե մինիմումից, այսինքն հենց արդեն շատ իջացրել ենք ջերմաստիճանը, ստոպ ենք տալիս
ու իտարացիաների քանակը փոքր է այն ամենամեծ հնարավոր իտարացիաների քանակից։ Այս միշտ նավսակի արժի ունենալ, էլի, որ երբեք անվերջ աշխատող ծրագիր չունենանք։ Ալը սենց է։ Ֆիքսել ենք, որ կոնկրետ այս ջերմաստիճանի համար 100 իտարացիա պետք է ինձ գնաց, որ տակի գծիկ in range max iter per temperature։ Եթե այս մեր իտարացիաների քանակը ընդհանուր ավելի մեծ հավասար է դառը max իտարացիաներից, ստեղից դուրս գանք, հետո ստեղից արդեն դուրս կգա այս գնաց։ Հիմնական ծրագիրը գալիս է ընտրի մի հատ ինչ-որ պատահական ուղղություն։ Այդ թե ինչքան չափ, ինչքանով ենք ուզում քայլ անենք, այսինքն մեր հարևանությունը ինչքան մեծ ենք ուզում լինի, այդտենց մի հատ ընտրենք արժեք։ Ու դե քանի որ բարձրաչափում ենք, արդեն ըստ պարատության չափողականության պատահական։ Ու քայլ անենք դեպի դա x նյուն թող լինի x current plus perturbation։ Նայենք հանկարծ միջակայքերից դուրս չլինի, այսինքն եթե այստեղից կետ եմ ընտրել ու իմ ֆունկցիան ստեղ բրծնում է ու այս մյուսը ստեղ ձախ է անգել, իրան դարձնենք ոնց որ ամենաձախ թույլատրելի արժեք, ոնց որ կտրենք երկու կողմից, այդ clip անենք։ Հաշվենք այդտեղ ֆունկցիայի արժեքը ու նայենք թե ինչքան է եղել տարբերությունը այդտեղ եղած արժեքի ու նախորդի։ Այս դիստանցիան վերցնենք, օրինակ եթե այս կետնա, վերցնենք այսքան։ Հիմա եթե սա բացասական թիվ է, այսինքն եթե լավաց փոքրացել է ֆունկցիայի արժեքը, ուրեմն ընտիր, ընդունում ենք այս թազակետը որպես մեր նորը։ Եթե չէ, արդեն պետքա կոպեկ գցենք, sense ասած, պետքա բաղց ստուգենք։ Հաշվում ենք y-ի մինուս ֆունկցիայի արժեք բաժանած t-ն, ըստեղ դիստանցիան ինչքան է, այսինքն 1-ը բաժանած y-ի դելտա y բաժանած t։ Դելտա y-ն ինչքան մեծ լինի, այդքան փոքր արժեք ենք ստեղ ստանում։ Այդ նշանակում է, որ ինչքան ավելի վատացել է ֆունկցիայի արժեքը, այդքան ավելի հակված ենք չընդունենք այդ կետը։ Т-ն էլ ինչքան ավելի մեծ արժեքի ենք բաժանում, այդքան ավելի հավանականությունը փոքր է լինում։ Այսինքն այստեղ ունենում ենք այն, որ բարձր ջերմաստիճանները նշանակում են բարձր հավանականություն արժեքը ընդունելու, որտեղ բաժանում ենք 1-ը բաժանած y-ի ինչ որ բան բաժանած ավելի մեծ թիվ։ Այսինքն հայտարարը ավելի փոքր է լինում, հավանականությունը ավելի մեծ է լինում։ Դա 1-ը բաժանած հայտարարում ենք։ Այդ արժեքը վերցնում նայում ենք ու պատահական կետ ենք շպրկցու մոտ, նայում ենք ավելի փոքր է, քան այդ հավանականությունը, թե չէ։ Ոնց որ եթե այստեղ օրինակ ունենք 0.3, հիմա ուզում ենք 30% դեպքերում ինչ-որ բան անենք, ուղղակի 0-ից 1 թիվ ենք գեներացնելու ու համատենք այդ 0.3-ի հետ։ Ու եթե սա ճշմարիտ է, ընդունեցինք կետը, եթե չէ, մնում է կեղծ։ Դրա համար միանգամայն sense բուլյանով ենք իրան դշել։ Ու հիմա եթե ընդունել ենք թազա արժեքը ֆիքսեցինք, x current-ը դառնում է x new։ Ու արդեն վերցնում ենք որպես լավագույն արժեք այս ֆունկցիաներից ունեցած նվազագույնը։ Եթե չէ, ասում ենք, որ դա մերժվեց ու ցիկլը մեսայելի կփխրա։ Ու ստեղ էլ ընթացիկ ինչ որ 10 իտերացիան մեկ արժեքները բան անենք, պահենք։ Բայց հա, այս էլ մեր սրա ցիկլը։ Ու հետո դա ալֆան փոքրացնում ենք։ Հարցեր սրանից Չէ՞ տենց սուպեր բարդ կոդ չի, ուղղակի պետքա զգուշ լինել ընթացիկ սխալներ չանել մեջ, էլի։ Սրա մուլտիստարտ տարբերակն էլ ուղղակի ցիկլը ֆռալու պատական կետ վերցնի ու աշխատացնի ծրագիրը բանով։ Այդ կետից։ Ինչ որ ոչ մի վաու բան։ Եթե իրան համեմատենք ստեղ, давай simulated anneling աշխատի։ Ահա։ Օ, ավեսա, նայեք 95% դեպքերում մինիմումի հասել է simulated anneling-ը։ LBFGS-ը հասնում էր բանում։ Մի դեպքում էր հասա 20-ից, gradient descent ու Adam-ը 0 դեպքում էին հասել։ Միջինում 82 ու 38% դեպքերում ընդունել է նոր արժեքը,
որովհետև տենց իրականում լավ բարձր ջերմաստիճանից ենք սկսել։ Իրա գտած կետը այնքան շատ լավը չի եղել, ինչքան նախորդները տենց 0,0,0,0, ինչքան կլորացում ունենք, այդքան 0 էին լինում, բայց սա էլ շատ ավելի շատ դեպքերում է լավ աշխատել։ Ու եթե այս բոլորին իրար հետ համեմատենք, BFJS-ը ամենափոքր արժեքին է հասել, հաջորդը simulated annealing-ն է։ Բայց ընդհանրապես մի դեպքում, իսկ այս մեկը 19 դեպքում, տեսանք, որ այս դեպքում իրականում նաև derivative free-ն բավականին լավ աշխատեց։ Ժամանակի առումներով իհարկե հարց ունենք, ընդեղ է տեսանք, որ սպասեցինք 7 վայրկյան մինչև աշխատի։ Բանի համար ամեն մի իտերացիան այս BFJS-ի աշխատել էր 0.0037 վայրկյանում, որովհետև շատ քիչ իտերացիա էր անում, 10-ի կարգի իտերացիա էր անում։ Gradient descent-ը դրանից 20 անգամ շատ էր, որովհետև gradient descent-ը չէր զուգամիտում ոչ մի ձև, տենց բանանելով, թփրտալով գնում էր տենց վերև ներքև, վերև ներքև, վերև ներքև։ Ու սա 1000 իտերացիայով անցնում էր։ Ադամը մի քիչ ավելի քիչ է, իսկ simulated annealing-ը սրանից 10 անգամ ավելի շատ է, այսինքն սա սրանից 2 անգամ մոտավորապես ավելի երկար աշխատեց։ Ավելի հաճախ լավ աշխատեց, բայց նաև շատ ավելի երկար։ Ուհա։ Ու հետագծներ եթե նայենք, լավ է, սրան նայել էինք, simulated annealing-ը եթե նայեք ինչ գժանոց է սա լինելու։ Հոպ, սենց ոնց ասես, թրվռում գնում է, ստեղ սկսելու կետը այս ձախ կողմից, այս սկսելու կետներ իրա, մի tracer-ից մեկի համար, ստեղից թրավ ստեղ, հետո թրավ ստերանք, ստեղ, այսինքն խառը ոնց ասես վազվզելով գնում է, գժանոցը տա մի քիչ, բայց վերջը լավ է լինում, գոնե դա է լավ։ Ու այս մի հատիկ եմ գծել էլ, եթե մի քանի հատ 10 հատ գծեմ, ստեղ ընդհանրապես գժանոց է դառնում գրաֆիկը։ Հոպ, ասես կատարվում է։ Այկ իսկ կարելի է ասել, որ այս բարդ ֆունկցիայի վրա, որ հենց այս վերջի բանը եկավ, գտավ մինիմում ավելի հաճախ, ինքը բոլոր դեպքերում ավելի լավը կլինի, թե այդքան է տես չի։ Չէ, շատ դժվար կլինի տես պնդում անելը իրականում, բոլոր դեպքերում ով պնդում անելը։ Շատ դեպքերում, լավ, որտեվ ինքը բարդ ֆունկցիա է, ոնց որ չէ, այս ֆունկցիան, որտեվ որ մինիմումից դուրս գալու հավանականությունը ավելի դժվար էր, բայց ինքը կարողացավ 20-ից 19 դեպքերում հասնել, չէ, մինիմումի։ Ահա, ոնց որ երկչափների մեջից լավ բարդ էր, բայց ես այ շատ այդ պնդումը ընդհանրացնելը անհանգստանում եմ բանի տեսանկյունից, էլի չափողականության մեծացման տեսանկյունից։ Հա, բայց ինքը պրոստը երևի երկար աշխատես, իսկ եթե մեծ չափողականություն ունենա, ինքը շատ երկար կաշխատի, երևի դրա համար էլ ինքը, չէ, այդքան ոնց որ օգտակար չի դառնա։ Պրակտիկությունը, հա, որովհետև իրականում ժողովուրդ, եթե ոնց որ շատ այդ temperature-ը շատ փոքր թիվ վերցնենք, ինքը ըստ էության դառնում է ուղղակի յաբախտի թվեր ման գալ, էլի։ Ինչը եթե շատ երկար աշխատացնենք, BFJS-ից լավ կաշխատի, բոլորից էլ լավ կաշխատի, ուղղակի շատ երկար random ընտրել է դառնում, էլի։ Ու հա, կարա չափողականության մեծացման հետ արդեն եթե սահմանափակում դնենք, ասենք մի րոպե պետք է աշխատի, ու տեղ համատենք ալգորիթմներին, արդեն այս simulated annealing-ը դառնա տենց շատ թույլիկ ալգորիթմ, էլի։ Ու եթե ստեղ էլ նայենք ուղղակի լավագույն իտերացիաների վրա արժեքները բանենց, այս BFJS-ը սենց լավ արագ եկել էր սրան գտել էր, մի քիչ նվազել էր, մի քիչ ասած իրականում եթե լոգարիթմական նայենք, սենց լավ կզգանք, բայց սենց համարյա ոչ մի ձև չի փոխվում, բայց սենց եկել լավացել ստոպեր տվել, մի իտերացիա հետո simulated annealing-ի լավագույն իտերացիան արդեն տեսնում ենք իր շատ ավելի պատահականություն այդ մասերը, ասել իր ջերմաստիճանն է, էլի կախված իտերացիայից, սկզբում շատ ավելի խառն է իրան պահում, որտեղ ջերմաստիճանը բարձր է, շատ ավելի հագված է վատ կետեր ընդունելուն, վատ կետեր ասելս ավելի վատ ֆունկցիայի արժեք ունեցող կետեր, որոնք որ գուցե իրան հետո բերեն դեպի լավ արժեքի, համար ստեղ սենց խառը գնում է, բայց արդեն այս վերջի կտորում համ արդեն ավելի լավ
կտորում է ինքը ֆունկցիայի input-ի լավ մասում է գտնվում, համ էլ ավելի կոնսերվատիվ է, որտեղ ջերմաստիճանը լավ նվազել է։ Ուհա։ Ստեղ էլ իրան ընտրած պատահական կետերն են, ու որոնք է ընդունել, որոնց է մերժել։ Մեկ էլ վերջնական արժեքների բաշխումը, եթե նայենք, ու մի քիչ իրար վրա ամեն ինչ, այս ոնց որ տարբեր ալգորիթմների տարբեր իտերացիաներում հասած եզային կետերն են, էլի։ Simulated annealing-ը, ահա, եկել է լիքը դեպքերում հենց հասել է այստեղ, նայեք, հոպ, 19 դեպքն է շատ մոտիկ ա եղել գլոբալ մինիմումին։ Ադամը ամենաշատը հասցրել է ստե մոտենա, լիքը դեպքերում այսպես տարբեր կտորներում մնացել է, նույնը gradient descent-ը, նայեք ինչ որ դեպքերում էլ լրիվ համարյա նույն կետի վրա են ստոպ տվել երկուսն էլ։ BFGS-ն էլ շատ ավելի լավ է, շատ է մոտեցել իհարկե, բայց էլի տենց ֆանտաստիկ չի։